յուրաքանչյուր հայ առաքելական եկեղեցու հետևորդ այսօր պարտավոր է լինել այստեղ, որովհետև յուրաքանչյուրիս պարտքն է լինել մեր եկեղեցու կողքին, որովհետև եկեղեցին այսօր հարվածի տակ է դրված եւ այսօր մեր հոգեվոր հայրերը կրում են այդ ամբողջ հարվածը իրենց վրա։ Իսկ մենք պարտավոր ենք լինել մեր հայրերի կողքին, որովհետև ամենածանր պահերին հայ եկեղեցին ամբողջ պատմության ընթացքում եղել է իր ժողովրդի կողքին, իր ազգի կողքին եւ այսօր այս օրհասական պահին մեր յուրաքանչյուրի պարտքն է լինել հայ առաքելական եկեղեցու եւ իր հոգեվոր հայրերի կողքին։ Միքայել Սրբազանը բոլորիս հայրն է եւ այսօր իր ձերբակալությունը բոլորիս ցավն է եւ ինչպես մեր երկրային հայրերի համար կցավեինք, այդպես ցավում ենք մեր հոգեվոր հոր Միքայել Սրբազանի համար։ Հաշվի առնելով այն ապօրինությունները, որ տիրում են ցավոք այսօր մեր երկրում, բայց լինելով նաև քրիստոնյա լիահույս եմ, որ Աստված է լուծելու այս բոլոր հարցերը։ Սրբազանի հետ բնականաբար ծանոթ եք։ Անպայման ուղղակի բառեր չեմ գտնել դրական ամեն հարցում։ Գիտեք ինչ, մեղադրում են այն մարդիկ մեր սրբազաններին, որոնք իրենք են մեղադրելի։ Միքայել Սրբազանը այն բացառիկ հոգևորականներից է, որ միշտ խոսում է ճշմարտությունը։ Այն հավատքը, որ ինքը ունի, մեր համար, մեր երիտասարդների համար միշտ եղել է օրինակ։ Մեր ամեն հարցում մենք միշտ գնում, խնդրում էինք, որ մեր հետ հանդիպումներ ունենա Սրբազանը եւ մեր համար բացառիկ հնարավորություն էր իրեն լսելը, իր խոսքը մեր կյանքում ունենալը եւ այսօր եւս այստեղ որ տեսնեք երիտասարդները ինչքան շատ են այսօր պատարագին, որովհետեւ բոլորը կրում են իրենց մեջ Սրբազանին, հա, այսպես ասեմ, Սրբազանի խոսքով իրենց կյանքում ապրում են Սրբազանի յուրաքանչյուր ասած խոսքը։ Միանշանակ իմ հոգու պարտքն եմ համարում ներկա գտնվել մեր Սուրբ Պատարագին եւ աղոթել մեր Սրբազան հայրերի համար, ովքեր ամեն ինչ արել են, որպեսզի մեր ազգը հոգեվոր առումով կրթված լինի։ Ովքեր ամեն ինչ արել են, որ մեր գիտակցումը այնքան բարձրանա, որ մենք գանք եկեղեցի, մենք մտածենք մեր ազգի մասին, մեր ինքնության, մեր արժանապատվության մասին, որ լինենք արժանի քրիստոնյա։ Ես եկել եմ դրա համար։ Ի աջակցություն Սրբազանի անպայման։ Աղոթքս է առ Աստված, որպեսզի շուտ արձակե նրան։